Դերասանուհի Ելենա Բորիսենկոն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որով հայտնել է, որ օրեր առաջ իր ինքնազգացողությունը վատացել է և նա ստիպված է եղել շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց, որի ընթացքում իր հետ արտառոց դեպք է պատահել։ Ելենան պատմում է, իսկ մենք առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը։ Ողջույն, ուրեմն կիրակի օր ամսի 16-ին այնպես ստացվեց, որ ես շտապօգնության կարիք ունեցա, ես շաքար ունեմ եւ դեղի մի խոսքով փոփոխության արդյունքում շտապօգնության կարիք ունեցա, շտապօգնությունը շատ արագ եկավ, բայց շաքարային դիաբետի պարագայում ոչինչ չկարողացան անել եւ առաջարկեցին տեղափոխել հիվանդանոց եւ քանի որ հասկացա, որ դրա կարիքը կա, ինձ տարան առաջին պլանի գլխի հիվանդանոցը, քանի որ նաև շաքարս ընկավ բարձրացավ մի խոսքով եւ այդ շտապօգնության մեքենայի մեջ շատ ուժեղ թափ էր տալիս, ես էլ խնդիր ունեմ դրա հետ կապված, նույնիսկ աչքերս չէի կարողանում բարձրացնել, խոսել շատ վատ էի ինձ զգում եւ մի խոսքով ես այդ ընդունարանից թողեցի դուրս եկա, ինչ-որ վատ բաներ ասելով այդ տղային, որը փորձում էր մի խոսքով դե լավ, դե հայ, երևի հիմա գրենք, որ հրաժարվում է հիվանդը հարցերի պատասխանել, չեմ ուզում հիմա մանրամասնել, ես ուզում եմ հասկանամ, երբ այդ վերաբերմունքը դադարվելու, այսինքն երբ որ դուք գալիս եք խանութ, ես ունեմ Pet-Home, կենդանիների խանութ, մի միլիմետր մազը կարճ կտրած լինում կամ ավելի երկար, մենք փորձում ենք շտկել այդ կներեք, գիտեք դուք ձեր շանը լավ չեք սանրում, քեչոտեր եւ այլն, բայց սպասարկման ոլորտի հանդեպ դուք ունեք պահանջներ, բայց չէ որ դա ընդունարանը հիվանդանոցի դա եւս սպասարկման ոլորտ է եւ դուք պիտի սովորեք հատկապես հիվանդ մարդու հետ աշխատել, այսինքն հիվանդ մարդու հետ շփվել։ Ես չգիտեմ, կիրակի օր էր եւ դա առաջի պլանի գլխի հիվանդանոցում էր, ես դուրս եկա իրանց ընդունարանի առջև սենց մի հատ ինչ-որ նստարան կա նստեցի, ոչ ոք ինձ չմոտեցավ, ճիշտ է շտապօգնության տղաները ասացին, գուցե լավ, գուցե տեղափոխենք ձեզ 8-րդ հիվանդանոց, որտեղ այնտեղ ոնց որ հերթապաբժիշկ կա, էնդոկրինոլոգ։ Մի խոսքով, այդ ես ոնց ասեմ, это патологически не перевариваю это хамство, երբ այդ վերաբերմունքը, այդ զզվել է, որ դու եկել ես, դու խնդրվում ես բժիշկներին, էլի, որ իրանք քեզ ինչ որ մի հատ որ դու վատ ես։ Նույն ձևի հայրս էր, երբ Գարնանսկից մահացավ, տարան մի հիվանդանոց չընդունեցին, մյուս հիվանդանոցում ամբողջ օրը դե ինսուլտ տարած մարդապարկած էր, միջև որ ես եկա ու սաղին ոտի կանգնացրեցի, պարզվեց այդ մարդի հիվանդանոցում մի քանի ինֆարկտ է տարել, ես չգիտեմ, Արամ Դեղտրիկյան, որ առ այսօր բոլորը ասում են, որ այդ մարդը ռակից է մահացել, բայց այդ մարդը Արամ վարակից է մահացել։ Երբ է ինչ որ բան էս ոլորտում փոխվելու, ես ուզում եմ հասկանամ, ինչ որ տենց կետ կգա, որ մենք ունենանք մի խոսքով իսկ եթե որ սենց մատը տնկել, մատը լավվել բարձրացնես, որ ասում եք նորմալ խոսի, մատով կարամ իր աչքն էլ հանեմ, մեղմ ասած այդ խամսկի վերաբերմունքի համար, այդ առհամարանքի ու մի խոսքով տենց։ Այժմ անդրադառնանք նաև աստղային այլ նորությունների։ Դերասանուհի Թամարա Պետրոսյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Ընկերներն ու հարազատներն արդեն հասցրել են ջերմորեն շնորհավորել դերասանուհուն։ Դերասան Տարոն Իսպիրյանը Պոնչը ևս սոցիալական իր էջերում կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել եւ գրել հետեւյալը. Իմ ամենալավ օր, ամենալայն ժպիտ, ամենահետաքրքիր կյանք, ամենատոմա, ինչ լավ է ծնվել ես, մերսի, հրապարակման կից գրել էր Տարոն Իսպիրյանը, Star News-ը ևս շնորհավորում է դերասանուհուն։ Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթներ առաջ լույս աշխարհի եկել Քրիստինա Մարգարյանի առաջնեկը, նա որդի է ունեցել, ում անվանակոչել է Խաչե։ Այս օրերի ընթացքում բլոգերը բազմաթիվ անգամներ կիսվել է իր առօրյայով ու պատմել որդու մասին։ Այս անգամ նա խոսել է այն մասին, որ պատրաստվում է տոնել որդու 40 օրականը։ Իսկ մենք առաջարկում ենք լսել բլոգերին։ Բարի լույս բոլորին, նայեք ոնց է լսում ձայնից, ասա բարի լույս,
Ասորևս փորիկը ցավում է տղուս չի կարողանում քնի կյանք խաչե այսենց մեզ ասել են, որ փորիկը այսենց տրոր եմ, հա, խորհուրդ են տվել, հետո այսենց հեծանիվի նման, չէ, սենց շարժենք, հետո այսենց անենք, դե թող, կան դժվարավոր չես հասկանում ինչ են ուզում, ջան, մաման չի ուզում քո ոչ մի տեղը ցավա, սիրուն ես, համով ես, այ այսենց, իմ տղեն հեսա դարնում է 40 օրեկան արդեն, մեծ տղա եմ դարնում ես արդեն այսյա, 40 օրեկան եմ լինում, այսյա մամաս պատրաստվում է, այսյա պատրաստվում է, որ իմ առիթը կազմակերպի, այսինքն կազմակերպել է, ջանա, ջան, վախ, դե այսյա հաջողցիս, ինչ պետք է արել ենք, չէ արդեն, այսյա իմ տղեն գլավանա, այ այսինչ, ջան, Դերասան ամուսիններ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում։ Զույգը նոր տեսանյութով է կիսվել, որի ընթացքում վաղ առավոտյան հայտնում է, որ միասին գնում են աշխատանքի, իսկ հետո տուն վերադառնալով ինչպես են կազմակերպում իրենց հանգիստը։ Աշխատանքային երկուշաբթին մենք հետ չէինք սպասում, բայց ինքը անխուսափելի է։ Այրը, կինը։ Սերզույգ։ Հումորիստս։ Առավոտվա բանալի թեմաները։ Սերզույգը, այդ որն է։ Չէ, առասարակ, այդտենց գրում են սերզույգ եմ բանը։ Համեզ են գրում սերզույգ է։ Ահա, դու տենած էլ ինչեր են գրում։ Ինչ են գրում։ Լավ, ընդհանրապես կոմենտ չի նայում։ Ես նայում եմ ու արդեն որոշում եմ ում բլոգ անեմ, ում պահեմ։ Եվ ընդ որում թե բլոգ եմ անում, որտեղ ասենք օրինակ մի հատ վատ, ծոցա ինձ վատ բան ա գրել, այլ որովհետև ես նման մարդկանց նույնիսկ իմ վիրտուալ կյանքում չեմ ուզում տեսնել եւ որևէ առողջություն ունենալ։ Կրկին այրը, կինը, աշխատեցինք, ժողովուրդ ջան, գիշերով եկանք, հանդիպեցինք, արդեն բարձրացել էինք տուն, ուզում էինք հանգստանենք, մեկ էլ զանգ ենք ստանում։ Բաթե եկեք ձմերուկ ուտենք։ Հա, բաթե եկեք ձմերուկ ուտենք, հիմա մենք էլ ձմերուկ շատ ենք սիրում, ոնց ասենք, չէ։ Ու առհասարակ, մենք հայկած, բեզատկած մարդիկ ենք, տեսակ ենք, հա, ինչ ուզում ա լինի, երբ ուզում ա լինի, ինչքան հոգնած ուզում ա լինենք, մենք միշտ զա ենք, զալյուբոյ շիպիշ, այդ մեր մասին է։ Մեզ ասում են հեսա երեխա կունենաք, կհասկանաք, ինչ դժվար է, ոչ ման չեք հասցնի, ոչ ման չեք ուզենա անեք, բայց ինձ թվում է մենք 10 երեխա էլ ունենանք, կամ 11 լավ ֆուտբոլի թիմ ունենանք։ Բազապասները։ Մեկը մենք քեֆ չի հասաններ։ Պարուհի Սոնա Եսայանն էլ ցույց է տվել, որ աշխատանքային ծանր օրվանից հետո ամուսինը Գրիգ Գևորգյանն իրեն գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել։ Առաջարկում ենք լսել զույգի հոլովակը։ Հոգնած օրվա լավագույն ավարտը։ Մերսի։ Ես գրիշավա մարդ։ Դու գրեժա ունես ու դժվար է։ Սյուղարկի արայք ինտրում է։ Տեղավորեց։ Ազատյամ ստոյն է։ Կտամ։ Հաստատ կտամ։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ հերթական տեսանյութն է հրապարակել իր դստեր փոքրիկ Սառայի մասնակցությամբ։ Տեսեք, թե նա ինչ է նկարել եւ ինչպես է պատկերել մայրիկին։ Մամ, էսի որ տեսնում ես պարկացն են, էսի քո կոշկներն են, էսի մազերդ են, էսի գլուխդ են, իսկ էսի թաթիսները էսի լաշկտա, ուրեմն դու մի տանատես վեսրի ուզում ես մազետ կաճացնես, Երգտա չի ուզում վերցնի, ուրեմն, մեկ երկու, երեք, չոր չէ, ուրեմն, մեկ, երկու, երեք, չոր, հինգ, վեց, յոթ, ութ, չէ, բայց ես շատ եմ սիրում պատկամ,